այստեղ ակնհայտ երևում է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է կրկնել այս սցենարը, որը իրեն հաջողեց իրականացնել 2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ։ Ինչի մասին է խոսքը գնում։ Մինչև 2021 թվականի արտահերթ ընտրությունները պատերազմից հետո մի բա հակառուսական ինչ-որ կառույցություն է սկսվել Հայաստանում, բայց հետո երևի հասկացան իշխանությունները Հայաստանի, որ այս տարածաշրջանում հիմնական գործոնների խաղացողներից, հիմնական ազդեցություն ունեցողներից դա Ռուսաստանն է։ Բացի դրանից պետք է հաշվի առնել նաև այն, որ տնտեսակապես բավականին կապված է Հայաստանը Ռուսաստանի հետ, էներգետիկ ոլորտում, էներգետիկ անվտանգությունը կապված է Ռուսաստանի հետ։ Ի վերջո այս տարածաշրջանում բավականին մեծ է մնում ազդեցությունը Ռուսաստանի, չնայած որ նվազել է Ուկրաինայի այս դեպքերից հետո։ Դրա համար Նիկոլ Փաշինյանն այս ամեն ինչը հասկանալով փորձում է եւս մեկ անգամ կրկնել այս սցենարը, շահագրգռել Ռուսաստանին, որ իրենք առնվազն չխանգարեն, որ ինքը վերընտրվի Հայաստանում գալիք ընտրությունների ժամանակ։ Այն ինչ տեղի ունեցավ 2021 թվականին։ Այդ ժամանակ էլ, եթե հիշում եք, գուցե որոշ մարդիկ մոռացել են, բայց Նիկոլ Փաշինյանը տարածքների նվիրատություն էր անում Ռուսաստանին, սահմանամեզ տարածքների, որպեսզի Ռուսաստանը այդ տարածքները օգտագործի, որպես հետագայում ռազմակետեր կամ ռազմաբազաներ կառուցի։ Դա Սիսիանի ուղղությամբ էր, այնտեղ Գորիսի ուղղությամբ էր, մի շարք այլ տարածքներում, նաև Տավուշի մարզի ուղղությամբ ես հիշում եմ, որ կար։ Հետո Ռուսաստանին հաջողեց համոզել, որ Հայաստանում ընդդիմությունը դա ռադիկալ ընդդիմություն է։ Եվ ես շատ լավ հիշում եմ Ռուսաստանի արտգործնախարարի Սերգեյ Լավրովի խոսքերը, որ անթույլատրելի է, որ ռադիկալ ընդդիմությունը գա իշխանությանը, որովհետև սրանում իրեն համոզել էր հենց Նիկոլ Փաշինյանը, որ եթե այս ռադիկալ ընդդիմությունը գա իշխանությանը, ապա 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը կարող է չեղարկվել։ Հասկանում եք, հիմա նույնն էլ իրականացնելու է, նույն այդ ստերով, լոգիստիկայի հարց է բարձրացնելու, իհարկե ասելու է, որ Ռուսաստանը կարող է եւս մասնակցություն ունենա այդպես կոչված այդ TRIP-ի ծրագրում, որը Սյունիքի մարզում է իրականացնում։ Հետո մեր քաղաքացիները այս Էջմիածնի ուղղությամբ գործողությունների ժամանակ բաց թողեցին շատ հետաքրքիր տեղեկություններ։ Հայաստանը, ավելի ճիշտ կլինի ասել Նիկոլ Փաշինյանը, խնդրանքով դիմել է Ռուսաստանին, որպեսզի Ռուսաստանը երկաթուղիներ կառուցի, որոնք կկապեն Հայաստանը Ադրբեջանի հետ Տավուշի ուղղությամբ, որոնք կկապեն Հայաստանը Թուրքիայի հետ, ուրեմն Մարագա, կարծեմ, կամ Գյումրի Կարս ուղղությամբ եւ մի շարք այլ ուղղություններով։ Հասկանում եք, այս ընթացքում ես կարծում եմ նաև, որ այս եկեղեցու նկատմամբ իրենք այս քաղաքականությունը իրականացնում են հենց այդ նպատակով, շեղել մարդկանց ուշադրությունը, շեղել այդ հարցերից, որ հիմա իրանք իրականացնում են, այդ ծրագրերը, որ հիմա իրականացնում են, փորձում են մի կողմից կարծես թե այդ հակառուսական քարոզչություն իրականացնել Հայաստանում, ներկայացնել իրենց որպես ուժ, որը Հայաստանը տանում է դեպի Եվրամիություն, բայց մյուս կողմից ամրապնդում են Հայաստանի դիրքերը Եվրասիական միությունում, տնտեսական, ամրապնդում են ռուս-հայկական այդ առևտուրա շրջանառությունը, էներգետիկ ոլորտում եւս Ռուսաստանը բավականին ուժեղ է մնում Հայաստանում իր դիրքերում, եւ նաեւ այս լոգիստիկ հարցերում են արդեն ներգրավում Ռուսաստանին։ Դա անկախության մասին խոսացող մարդը ինչու է Հայաստանը այսքան կախվածության մեջ գցում Ռուսաստանից։ Մենք Ռուսաստանի հետ առևտուրում այսքան կախված չենք եղել, ինչքան հիմա ենք կախված։ Երբեք այսքան մեծ ազդեցություն Ռուսաստանը չի ունեցել Հայաստանում, ինչքան Նիկոլ Փաշինյանի ժամանակ է ունենում։ Մենք այս լոգիստիկ հարցերում եւս այսքան զիջումներ չենք արել, ինչքան հիմա է արվում։ Տարբեր այլ հարցեր կան։ Հիմա տեսեք, ստացվում է, որ հենց այսօրվա իշխանությունն է, որը ծառայում է դրսի ուժերին, եւ այսօրվա իշխանությունն է, որը դրսի ուժերի շնորհիվ փորձում է վերընտրվել Հայաստանում 2026 թվականին, ինչպես դա իրականացվեց 2021 թվականին։ Հուսով եմ, որ մեր քաղաքացիները ուշադիր կլինեն այս հարցերին եւ չեն կրկնի այն նույն սխալը, որը իրականացվեց 21 թվականին։